վերջում մեկ կարևոր հարց։ Գոռում գոչում եք ընտրությունները բրծավ, վերջը ընտրակեղծի կար թե չկար իշխանության կողմից։ Հիմա ես որ հարց եմ հղում ձեզ պատգամավորներ, եթե դուք այդքան վիզ դնող պայքարող եք, այսպես ասած։ Գյումրիում տեսաձայնագրությունով եւ հրապարակն էլ կարծեմ նյութ հրապարակեց, որ ամուսինների հասցեում, որտեղ իրենք են մենակ գրանցված է 10 հոգի մարդ։ Այս 10 հոգուն ով է գրանցում։ Вообще գրանցումը որտեղ է տեղի ունենում։ Անձնագրային վարչություններում, չէ՞։ Անձնագրային վարչությունում, ասենք, ով դոստուպ ունի, ով անձնագրային պետին կարող է վերցնի զանգի, ասի հələ այս 10 հոգուն գրանցի։ Մխիթարյան Ռուբոն էր զանգե, թե Մարտունը Գրիգորյան։ Ով էր զանգե։ Երևի թե իշխանությունը։ Հիմա այս դեպքը կոնկրետ գնացեք, հետևողական եղեք, չգիտեմ, ԱԱԾ-ով կլինի, ոստիկանությունով կլինի, ժուրնալիստի ռասլեդվենի արեք, հետք գնա այդ մարդկանց գտի Բաղդասարյան Էջիկ, Արմեն Սարգսյանի քաղաքացիության դեպքը գտար։ Ժուրնալիստները այդ մարդկանց անուններն էլ հրապարակված է, գնացեք գտեք, ասեք ով է ձեզի տարեգրանցե։ Միլիցեքի ոստիկանների ականջներից բռնեք, տարեք այդ մարդկանց գլխին կայնցրեք, ասեք հարցերը այս մարդուն ով է ձեզ տարեգրանցե։ Ու այդ գրանցողի պոչով գնացեք, տեսեք ընտրակեղծիք եղել թե չէ։ Այդ 10 հոգու դեպքը եթե դուք բացահայտեք, դուք այսպես կոչված Նիկոլի ռեժիմին ավելի մեծ հարված կհասցնեք, քան թե ինչ որ ինտերվյուներ տալով, բա այսպես այնպես երկու ձեն կտանք քաղաքապետը կլինի, չի լինի եւ այլն եւ այլն։ Սա ձեզ իրավիճակի մասին կոնկրետ ինֆորմացիա եւ հարցադրում